Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Խամոյանին, Տիկին Խամոյան, շնորհակալ եմ, որ հրավերը ընդունեցիք։ Արդ ունենք շարժման անդամները, ձեզ նամակ են ուղարկել, դիմում նամակ, ոչ միայն ձեզ, այլև 107 падգամավորի, եւ առաջարկում են սկսել Նիկոլ Փաշինյանին ամնստահության գործընթաց։ Ինչպես եք դուք անձամբ վարվելու այդ նամակի հետ, Արսեն Թորոսյանի նման այսպես պատրելու եք գցեք աղբամանը, ինչ եք անելու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ գտնվել այստեղ։ Այս պահին, երբ մենք տեսաձայնագրվում ենք եւ հաղորդումը երբ որ արդեն կլինի եթերում, Հայաստան խմբակցության հայտարարությունը արդեն տարածված կլինի, բայց ես կարող եմ հիմա խոսել արդեն իսկ հայտարարության մասին։ Նախ ձեր հարցադրման այն դրվագին եմ ուզում անդրադառնալ, երբ դուք հարցնում եք, թե ինչպես անձնապես ես կվարվեմ այդ նամակի հետ, որը որ ստացել եմ, այնպես ինչպես ստացել են իմ բոլոր գործընկերները, նաև պատիվ ունեմ խմբակցության յուրաքանչյուր падգամավոր, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության յուրաքանչյուր падգամավոր։ Ես Հայաստան խմբակցության падգամավոր եմ, այնպես ինչպես մեր մյուս 27 գործընկերները։ Այո, օրենսդրությամբ, սահմանադրությամբ յուրաքանչյուր падգամավոր առաջնորդվում է իր մտով եւ խղճով, բայց նաեւ մենք մեկ քաղաքական միավոր ենք։ Մեր պատասխանը մեկն է եւ մեր պատասխանը շատ հստակ է, որը նաեւ արտացոլված է խմբակցության հայտարարության մեջ։ Նախ ուզում եմ արձանագրել հարգելի Ռիփսիմե, որ իմպիչմենտի գործընթացի մասին առաջինը խոսել է Հայաստան խմբակցությունը։ Խոսել է այն ժամանակ, երբ դեռ անգամ հնարավոր չէր, իրավաբանորեն հնարավոր չէր այդ գործընթացը կյանքի կոչել։ Սա մեկ, մենք արձանագրել ենք եւ այսօր էլ արձանագրում ենք, որ իմպիչմենտի համար բոլոր իրավական հիմքերը եւ նաեւ քաղաքական հիմքերը կան։ Այո, Նիկոլ Փաշինյանի ամեն օրը մնալը իշխանությանը նոր փորձանք ու աղետ է բերում Հայաստանի Հանրապետությանը եւ մեզ համար միանշանակ է, որ այս աղետաբեր ընթացքը պետք է կասեցնել։ Բայց մենք չենք կարող խաբել մեր քաղաքացիներին, մոլորեցնել մեր քաղաքացիներին եւ չխոսել, թե ինչ ունենք ռեալ հողի վրա։ Այսինքն ցանկությունները եւ իրականությունը պետք է համադրել իրար հետ։ Հիմա մենք ինչ ունենք հողի վրա, հարգելի Ռիփսիմե։ Որպեսզի ազգային ժողովը նիստ գումարի այդ օրակարգով, իմպիչմենտի օրակարգով, անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները միասին չունեն 36 ստորագրություն։ Անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Սա մեկ, որպեսզի հաջողությամբ ավարտվի այս ամբողջ process-ը, նախ մեկնարկի համար արձանագրեցինք, որ պետք է 36 ստորագրություն, իսկ հաջողության համար պետք է 54 ստորագրություն, այսինքն պետք է նաև ԿՊԱ-կան падգամավորների ստորագրությունները։ Հիմա, երբ որ մենք արձանագրում ենք, որ անգամ մեկնարկի համար չկան այդ 2 ստորագրությունները, իսկ հաջողության համար չկան ԿՊ-ի շուրջ 2 տասնյակ ձայները, այս դեպքում արդեն ձայները, ապա խոսելը անիրատեսական ենք մենք համարում, բայց ամենակարևոր բայցը, եթե այդ նախաձեռնող խումբը կարծում է, որ կա հնարավորություն եւ իրենք տեսնում են այդ հնարավորությունը եւ իրենք գիտեն, թե ինչպես ստանալ այդ 2 ձայները գործընթացը մեկնարկելու համար եւ նաեւ հաջողությամբ ավարտելու համար նաեւ ԿՊԱ-կան շուրջ 2 տասնյակ падգամավորների ձայները ինչպես ստանա, ապա մենք հայտարարում ենք, արդեն կարող եմ ասել հայտարարում եմ, որովհետեւ երբ որ հաղորդումը եթեր գնա, խմբակցության հայտարարությունը արդեն տարածված կլինի։ Ապա մենք հայտարարում ենք, որ մենք միաձայն բոլորով 28 падգամավորներով պատրաստ ենք տալ մեր ստորագրությունը, եթե նախաձեռնող խումբը ասում է եւ նաեւ բերում է 8 ստորագրություններ։ Պակասող 8 ստորագրությունները։ Այստեղ լուրջ նրբություններ կան։ Նախաձեռնող խմբի վրա եք դուք թողնում այդ ամեն ինչը։ Իրենք ուրիշ բան են ասում։ Իրենք ասում են դուք
Սկսեք, այ մարդ, դուք ունեք մանդատ, դուք կարող եք այդ գործընթացը սկսել։ Դուք սկսեք, հələ մի հատ ստորագրություն դրեք, հետո ինչ եք թողնում նախաձեռնող խմբի վրա այդ գործողությունները։ Դուք ունեք այսօր լիազորություն մանդատ դա անելու, ինչի դուք դա չեք անում, ասում եք հələ դուք հələ հավաքվեք, տեսեք կա, չկա, նոր մեզ վերջում ձեն կտակ, ինչի վերջում, ինչի առաջ չեք կանգնում, դուք անեք դա։ Տեսեք, որևէ մեկը դուք կասկածում եք, որ մենք ցանկանում ենք, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից։ Ես վստահ եմ, որ դուք չեք կասկածում։ Բայց նախաձեռնող խումբը կասկածում է։ Ես տեսել եմ Նարեկ Մալյանի հայտարարությունը, ով ասում է, որ 2 հոգի չի ուզում, որ իմպիչմենտի գործընթացը կյանքի կոչվի։ Ես այլ որակումներ չեմ ուզում տալ Նարեկի այդ հայտարարությանը, բայց դա առնվազն անազնիվ հայտարարություն է։ Ինչով։ Նախ արձանագրենք, Ռոբերտ Քոչարյանը այն մարդն է, որը 2018 թվականին շատ հանգիստ կարող էր չվերադառնալ Հայաստանի Հանրապետություն առհասարակ։ Կարող էր այդ process-ների վերաբերյալ իր գնահատականը չհայտնել, չկենտրոնացնել իշխանական ամբողջ լծակները եւ քարոզչամեքենան իր անձի վրա, չասեր, որ իշխանությունը ճամպրուկ չի, որ այնտեղ դրված լինի եւ ինչ որ մեկը գա վերցնի։ Այդ ամբողջ process-ների մեջ ինքը հանգիստ կարող էր չմտնել եւ շարունակել իր կյանքը Հայաստանի Հանրապետությունից օրինակ դուրս։ Ինչպես իդեպ այսօր շարունակում են շատ չակերտավոր հայրենասերներ, որոնք մեծ հայտարարություններ են անում Հայաստանի սահմաններից դուրս։ Շարքային քաղաքացիների մասին չի խոսքս։ Բայց մարդը եկել է, չի վախեցել, պայքարել է։ Իդեպ սա ես ասել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ ուղիղ նայելով, չգիտեմ հիշում եք այդ հարցի պատասխանը, թե չէ, ուղիղ ասելով, որ փախնելուց դուք չխոսեք, դուք չի են մարդը, որ պետք է խոսեք փախնելուց, Ռոբերտ Քոչարյանը չի փախել, չի վախեցել, եկել է, պայքարել է եւ շարունակում է պայքարել։ Այսինքն արձանագրում 1. Այս պայմաններում առնվազն անազնիվ է մեղադրել, որ երկրորդ նախագահ չի ուզում, չի ցանկանում, ինչպես փորձում են իմպիչմենտի անվան տակ այլ process գեներացնելով համոզել մեր քաղաքացիներին, նախաձեռնող խմբի անդամները եւ նաեւ որոշ անհատներ։ Այսինքն արձանագրենք, որ մենք իհարկե ցանկանում ենք, որ իմպիչմենտի սխալվում է Մարիանը։ Տեսեք, մենք ասում ենք, որ իմպիչմենտի գործընթացը, նորից եմ ասում, սկսելու համար անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Իրենք ասում են սկսեք ձեզնից, դուք ունեք այդ Մենք իազորությունը, պատրաստ ենք տալ, հարգելի Ռիփսիմե, մենք ասում ենք պատրաստ ենք, ինչը սկսենք։ Մենք պատրաստ ենք տալ այդ 28 ստորագրությունները, բայց Նարեկը եւ իր մյուս գործընկերը քաղաքական միավոր չեն, պատասխանատվություն չեն կրում իրենց արածների համար, հետո հաշվետվություն չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ինչու չստացվեց process-ը։ Իրականում այս process-ը իմպիչմենտի մասին չի, եւ դա ակնհայտ է իմ համար եւ իմ գործընկերների համար։ Այս process-ը Հայաստան խմբակցությանը թիրախավորելու համարն է։ Այո, սա միանշանակ է ինձ համար, որովհետև իրենք էլ գիտեն, որ այդ 2 ձայները եւ ԿՊԱ-ականների ձայները չկան, որովհետև հարգելի Ռիփսիմե, տեսեք, այսօր ինչ օր է, որ մենք ձայնագրվում ենք։ Այսօր մայիսի 1-ն է։ Դուք հիշում եք 7 տարի առաջ մայիսի 1-ին ինչ էր տեղի ունենում։ 2018 թվականի մայիսի 1, ես երբ որ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, չէ՞։ Այո, եւ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, ինչպիսի պայմաններում, երբ որ հազարավոր մարդիկ փողոցներում էին, երբ որ Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել, չէ՞։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, որևէ մեկը առաջին անգամ հանրապետական խմբակցությանը չկարողացավ ստիպել այդ հազարավոր քաղաքացիները, որոնց հետո մեջբերում են անում, չկարողացավ ստիպել իշխող խմբակցությանը, իշխանություններին ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ընտրվեց վարչապետ, երբ որ հիշում եք այդ իրադարձությունների ընթացքը, երբ որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությանը անձնապես յուրաքանչյուրին ասել էր, թե ինչպիսին պետք է լինի իր քվեարկությունը։ Դուք հիշում եք, այնտեղ գործարար հատվածը կողմ էր քվեարկել, քաղաքական հատվածը դեմ էր քվեարկել։ Հիմա
ինչ եմ ուզում ասել սրանով։ Ակնհայտ է, չէ, որ որպեսզի process-ը հաջողության հասնի, անհրաժեշտ է ճնշում, ահռելի ճնշում փողոցային։ Չնայած, եթե հիշեք 2018 թվականի մայիսի 1-ը, անգամ դա կարող է երաշխիք չլինել, որ process-ը հաջողության Հենց հասնի։ այդ է խնդիրը։ Մենք հիմա ասում ենք, է, չէ, միջադեպեր, որ հավաքվել են եւ զանգվածներ եղել։ Ես ավարտեմ նախադասությունս։ Այո, ես հենց դա եմ ուզում ասել։ Այսինքն մենք անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ որ փողոցի ճնշումը եղել է, բայց միևնույն է, իշխանության падգամավորներին, իսկ այդ մարդկանց վրա հիմա գիտեք շատ հեշտ է այսպես մեկնաբանելը, թե ինչի չեն անում, ինչի չեն հուզվում, չգիտեմ, մեր հայտարարություններից, փողոցային ճնշումից, ճնշման ինչի տեղի չեն տալիս։ Մեկի վրա քրեական գործ է, մեկի վրա անձնական, չգիտեմ, ինչ որ կոմպրոմատներ են, մեկը ինչ որ ֆինանսական հաշվարկներ ունի եւ գումար է աշխատում, շատ լուրջ գումարներ է աշխատում, որոնց մասին կարող էր երազել։ Այսինքն յուրաքանչյուրը ունի իր մոտիվացիա եւ ռիփսիմը բոլորին միասին մեկ շահա միավորում։ Բոլորը ունեն ֆիզիկական անվտանգության եւ կյանքի անվտանգության եւ հարատեվության իրենց խնդիրն են տեսնում իշխանության մնալու։ Այսինքն իրենք իշխանությունը ուղիղ մեկնաբանում են իրենց ֆիզիկական հետագա գոյությամբ։ Այսինքն մենք այդ process-ների միջով անցել ենք եւ ասում ենք, որ անիրատեսական ենք համարում impeachment-ի այդ գործընթացը։ Տեսեք, ոչ, թարս է կարել ամեն ինչ։ Հիմա փոխեցեք հակառակ կողմից մտնել։ Այո, եւ հիմա ասում ենք, բայց հարգելի գործընկերներ, հիմա ասում ենք, եթե ձեր նպատակը իսկապես impeachment-ի գործընթացն է, իսկ ես խիստ կասկածում եմ, որ նպատակը impeachment-ի փչացնել ձեզ, ասել դուք քխեք, վատնեք, ընդդիմադիր չեք։ Ես հեսա դրան էլ կանդրադառնամ։ Ոչ այն ձևակերպումներով եւ այն բառերով, որը ոմանք իրենց թույլ են տալիս։ Երբեք ես այդ դաշտը չեմ անցնելու եւ ինձ թույլ չեմ տալու այդ գնահատականները տալու եւ խոսելու այն բառապաշարով, որոնք իրենք են խոսում իդեպ պիտակավորումների մասով եւ նաեւ արժե զրկելու այն աշխատանքը, որը անում են իմ գործընկերները, անում է Հայաստան խմբակցությունը, ինչու ոչ նաեւ պատիվ ունեմ խմբակցության падգամավորներն են անում, ոչ ազգային ժողովից, բայց իրենց այլ հրապարակային հայտարարություններով, ելույթներով եւ այլն։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տա որևէ ընդդիմադիրի գործունեություն, թեկուզ կես հարցազրույց արժե զրկել։ Հիմա նպատակը կանդրադառնանք, այո, հիմա ինձ համար ակնհայտ է, որ նպատակը impeachment-ի գործընթացը չի, իրանք շատ լավ գիտեն, որ չկան ԿՊԱ-ական այն падգամավորները, որոնք կարող են կողմ քվեարկել, բայց ասում ենք հարգելի գործընկերներ, քույրեր եւ եղբայրներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե դուք ունեք այդ վստահությունը, եթե դուք գիտեք այն տեխնացուին, որը պատրաստ է, ընդունելի է ԿՊ-ի համար, որպես այլընտրանք Նիկոլ Փաշինյանին, մենք պատրաստ ենք։ Մեր ստորագրություն մենք չենք առաջարկել ոչ մի տեխնացու։ Դրա համար ինչ գիտենք, ընդունել է թե չէ։ Եկեք սկսենք, եկեք անենք հիմա, եթե դուք դա չեք սկսում, եթե Աննա Մկրտչյանը դա սկսի, եթե Հայկ Մամիջանյանը դա սկսի, բերի թուղթը ձեզ տա կստորագրեք։ Այո, պատիվ ունեմ։ Դուք չսկսեք, թող ուրիշը սկսի։ Նարեկ Մալյանը եւ իր գործընկերը ուղիղ առնչություն ունեն կամ անուղղակի առնչություն ունեն երրորդ նախագահի հետ, չէ՞։ Ակնհայտ է, չէ՞, այդ կապը եւ իրենք էլ չեն հերկում։ Եկեք բարձր խոսանք։ Թող երրորդ նախագահի ուժից սկսեն, հա, դա ձեր ասածը, թող իրենք սկսեն։ Բերեն թուղթը, ձևաթուղթը տան ձեզ, դուք ստորագրեք։ Տեսեք, թող պատիվ ունեմ իմ մեր գործընկերները, եթե վստահ են հաջողության վրա, որովհետեւ Նարեկը եւ իր գործընկերները ուղիղ երրորդ նախագահի շրջապատից են, չէ՞։ Բոլորս ամեն ինչ գիտենք, շատ լավ գիտենք բոլորի կապերը, հարաբերությունները եւ այլն, եւ շատ ավելին գիտենք։ Բարձրավոր հիմա ամեն ինչի մասին չենք խոսալու, չէ՞, դետալային, ում հետ հանդիպեց, քանի անգամ հանդիպեց, որտեղ հանդիպեց, ինչ արեց, մի խոսքով այդ process-ի երրորդ նախագահի ցուցումով է ձեր ասելիքը դա է, դրա համար է կապում այդ երկուսին։ Մենք ասում ենք, հարգելի գործընկերներ, տեխնացուի անունը ասեք, ձեր ստորագրությունները, եւս երկու հոգու ստորագրությունով,
Բերեք ասեք, էսա իրավիճակը եւ դուք չեք կարող Իսկ երկու հոգու ստորագրություն չեք ուզում։ Դուք մանդատ ունեք, ձեր համար Մենք ասում ենք չկան այդ երկու ստորագրություններ, հարգելի Ռիփսիմե, եթե երկուսին է լինի դուք կշարունակեք։ Այո, մենք ասում ենք պատրաստ եմ այդ ստորագրությունները։ Հələ բերեք մի 20,000 մարդ հավաքվի, Չէ, հələ բերեք Արտուր 20 Խաչատրյանը- պատգամավորի ստորագրություն ԿՊԱ-կան, Չէ, ասենք Արտուր հո պատվերով Խաչատրյան- համք չի, չէ, որ Արտուր Խաչատրյան- դուք ինչ եք անելու, էլի Տեսեք, այդ դեպքում ստացվում է դուք մենք ձեր շատ գործը բան ենք ուրիշների վրա արել, եք չէ, ցում։ մենք շատ բան ենք արել եւ ես շատ ինձ համար շատ վիրավորական է այն գնահատականները, որոնք այսօր հնչում են իմ գործընկերների արածի հետ կապված։ Մենք հաջողության չենք հասել, իհարկե հաջողության չենք հասել, որևէ մեկը դա չի հերքում։ Հաջողությունը դա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից Այո։ հեռացնելն է։ Այո, հաջողության չենք հասել, բայց ասել, որ մենք ոչինչ չենք արել այդ հաջողությանը մոտենալու համար, գիտեք, ինձ համար դա բարոյական չի։ Ծաղրել, որ Հայաստան խմբակցության падգամավորները, փորձել նսեմացնել, որ Հայաստան խմբակցության падգամավորները Նիկոլ Փաշինյանի երեսին նայելով ճպացնում են այն իրականությունը, որը ինքը ստեղծել է, ու հայ ժողովրդի մանրակրկիտ բոլոր թեմաների հետ կապված արտաքին քաղաքականությունից սկսած մինչև սոցիալական ամենաստորին հարցեր վերջացրած բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչ են անում այս իշխանությունները ու ինչ է սպասվում իրենց, այդ ամեն ինչը փորձել նսեմացնել, նորից եմ ասում, փորձել դարձնել ծաղրի առարկա, ես ձեզ անկեղծ եմ ասում, դա իսկապես բարոյական չի եւ ընկալելի էլ չի, որովհետեւ այդ աշխատանքի նաեւ այդ աշխատանքի արդյունքում է, որ դու փորձում ես մոտենալ, չէ, նպատակին հասնելու համար, դա մեկ քայլանոց կոմբինացիա չի, չէ, իշխանա, ես միշտ մի բան եմ ասում, գիտեք ինչի է նաեւ այդ կարծիքը ձևավորված, որ ինչի չի ստացվում իշխանափոխություն, որտեղ 2018 թվականին այնքան հեշտ է ստացվել այդ իշխանափոխությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, տեսեք, որտեղ մարդիկ ասում են, եղբայր Նիկոլ Փաշինյանը ուսապարկա ուսին 7 հոգով Գյումրիից քայլեց Երևան, կարողացավ հասնել բանի իշխանափոխության, մարդիկ ասում են շատ ավելի շատ քաղաքացիներ են Հայաստանի Հանրապետության փողոցները ողողել, քան 18 թվականի իրադարձությունների ժամանակ ա եղել, չէ, շատ ավելին են կարել, քան 18 թվականին Նիկոլ Փաշինյանը արել է իշխանափոխության օրերին, հիմա մարդիկ ասում են, եղբայր, բայց 18-ին ո՞նց ստացվեց, որ հիմա չի ստացվում, բայց խնդիրը նա չի, որ հիմա է պակաս աշխատանք տարվում, խնդիրը գուցե նրա մեջ է, որ 18 թվականին ուրեմն մի բան այն չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը այտենց հեշտ եկավ նստեց վարչապետի աթոռին, 18-ին ամիսներ հետո էլ խորհրդարանը կարողացավ հասկանանք, շատ հստակ եմ ասում ես, հարգելի Ռիփսիմե, դուք ասում եք մեզ անարդար որ մեղադրեն, 28 ստորագրությունները կան, եթե այդ նախաձեռնող խումբը ասում է, էս էլ ձեզ 8 ստորագրություն, գործընթացը մեկնարկել, մենք անգամ չենք ասում եք հպական падգամավորների եւս 20, ասեք անուններով, ասել եք, հենց այդ Արտուր Խաչատրյանը դա էր ասում, բերեք հələ ասում ենք եւս, Արտուր Խաչատրյանը այդպես չի ասել, մանիպուլացվեց Արտուր Խաչատրյանի ասածին, մենք ասում ենք, տեսեք, մենք քաղաքական միավոր ենք, մենք երկու հոգի չենք, որ Հայդե Պետր Ղազանն է, չէ, կարծեմ հպարտանում ասում էր, ես այն բացառիկ միակ մարդն եմ, որ հանրահավաք եմ հրավիրել, մենակ ես եմ գնացել իմ հանրահավաքին, կներեք էլի, բայց Ռոբերտ Քոչյանը Էդգար Ղազարյան չի, էլի, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մենք մեր արածի համար պատասխանատվություն ենք կրում, մենք հետո մեր արածի եւ չարածի համար հաշվետվություն պետք է ներկայացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընտրել են Հայաստան դաշինքին, դա ոմանց դուր կգա, դա ոմանց դուր չի գա, Ռոբերտ Քոչարյանը այսօր շարունակում է մնալ ամենաշատ ռեյտինգ ունեցող ընդդիմադիր գործիչը, հիմա դա մարդկանց դուր կգա, դա դուր չի գա, բայց դա է իրականությունը, եւ ասում ենք, երբ որ հազարավոր ձայները ստացել եք, ուրիշ օրակարգով դուք ստացել եք, որ Փաշինյանին հերացրեք, բայց դու չեք արել ձեր գործը, մենք չենք արել, ես համաձայն եմ ձեր գործը, ես համաձայն եմ, որ մենք չենք արել մեր գործը, իսկ մեր գործը դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, բայց մենք ասում ենք, որ այս պահին մենք չենք տեսնում իրատեսականությունը այդ գործընթացի, բայց նորից եմ ասում, արդեն 15-րդ անգամ եմ ասում, բայց քույրեր եւ եղբայրներ, եթե դուք վստահ եք 2 ստորագրություն, ես մենք ասում ենք բերեք 8 ստորագրություն, մեր 28 ստորագրությունները կա,
Մենք ասում ենք պատրաստ է, մեր 28 ստորագրությունները պատրաստ է։ Եթե անգամ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ կախված տեխնացուից իրենք էլ իմպիչմենտին դեմ չեն, կողմ են, դե եթե ճիշտն ասած ասում եմ Մուրադուրովն Արուսն էլ հետո ենթադրում եմ, որ Հակոբ Աստանյանն էլ իր հետ կքվեարկի, այսինքն այդ երկու ձենն էլ արդեն կա։ Ուրեմն Հովիկ Աղազարյանը ինքը կողմ է գործընթացի։ Շատ լավ, մենք էլ ենք կողմ գործընթացին, շատ լավ, ասում ենք։ Ուղղակի դուք չեք ուզում դուք սկսեք։ Մենք ասում ենք Նարեկ Մալյանը երրորդ նախագահի թիմից է, չէ՞։ Պատիվ ունեմը երրորդ նախագահի թիմն է, չէ՞։ Դա ինչ պատիվ։ Երրորդ նախագահը հայտարարել է, չէ՞ որ փողոցային պայքարած։ Մենք միանանք։ Մենք ասում ենք, եթե դուք տեսնում եք, մենք շատ པարզ բան ենք ասում։ Ելքը տեսնում եք, եթե դուք տեսնում եք ելքը, մենք չենք ասում սկսեք։ Պատասխանատվության պահն է։ Մենք ասում ենք, որ մենք իրատեսական չենք համարում։ Դուք ասում եք, որ սրանով ուզում են ձեզ ուղղակի պահարակել, որպես падգամավոր Հայաստան խմբակցության падգամավորներին են թիրախավորում սրանով, չէ՞։ Տեսեք, ինձ համար ակնհայտ տվեք, որ ձեզ թիրախավորեն։ Դուք ասեք, սխալվում եք, ես հեսա ինքնին ես ուզում։ Թող չստացվի, ես սկսում եմ ստորագրությունը դրեք այդ թուղթը ուղարկեք, ինչ է լինում։ Ստորագրությունները համարեք կա, պատրաստ է։ Չէ, դե թղթի վրա համարեք թղթի վրա։ Բայց ում տեխնացությունն է։ Դուք առաջարկեք տեխնացիան, գրեք վրեն Ռոբերտ Քոչարյան, ստորագրեք տվեք։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներ, եթե չեմ սխալվում, ասուլիսներից մեկում շատ հստակ մի բան է ասել։ Նախ ես ուզում եմ արձանագրել։ Իդեպ շատ ակնհայտ է նաև թե ինչ նպատակա են հետապնդում նաև այդ եթե չեմ սխալվում Դավիթ Հարությունյանն էր ասել, որ պետքա ֆիքսվի միասնական տեխնացուն ով է անդիմության։ Նախ արձանագրենք, որ Հայաստան Դաշինքի ղեկավարը առաջնորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն դա չի փոխվել։ Այս պահի դրությամբ գոնե դա այդպես է եւ չի փոխվել։ Ռոբերտ Քոչարյանը, եթե չեմ սխալվում, ասուլիսներից կամ հարցազրույցներից մեկում իմպիչմենտի գործընթացի իդեպ այն ժամանակ, երբ որ մենք դեռ խոսում էինք այդ գործընթացի մասին, այս նույն մարդիկ ձեռ էին առնում, ասում էին դե հնարավոր չի, այդ որ մի ԿՊԱ-կանը կգա կստորագրի, այսինքն ըստ հարմարության որևէ process, որևէ փուլում կամ պախարակելի է, կամ պախարակելի չի, նայած այդ պահին ինչպիսին են շահերը մարդկանց կամ ինչ-որ խմբերի։ Երբ որ հարց գնաց, որ ինքը կարող է լինել միասնական տեխնացուն իմպիչմենտի գործընթացի ժամանակ, վարչապետի տեխնացուն, շատ պարզ, անկեղծ մի բան ասել։ Իդեպ ի տարբերություն շատերի, ի տարբերություն շատ ընդդիմադիրների, շատ ուժերի, շատ անհատների, շատ գործիչների, երկրորդ նախագահ ես իդեպ շատ գնահատում եմ դա։ Գուցե քաղաքականության մեջ այդքան երբեմն գուցե դա ճիշտ չի, բայց ես կարծում եմ, որ շատ գնահատելի է դա։ Շատ ուղիղ ինքը խոսում է ամեն ինչի մասին, եւ հնարավորությունների մասին, եւ այդ հնարավորությունների բացակայության մասին։ Շատ պարզ մի բան ասել Ռեփսիմը։ Ասաց, որ ԿՊ-ն վախենում է ինձանից, եւ դա ակնհայտ է։ Ինքը ԿՊ-S խմբակցության համար ընդունելի մարդ չէ, այսինքն ԿՊԱ-ականները երբեք չեն ստորագրի իր անվան տակ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այդ հարցի պատասխանը դա է, որ ԿՊ-ն երբեք չի միանա Քոչարյան տեխնացուի համար, դուք էլ այլ տեխնացուի հարկ չեք համարում նշել, ճիշտ հասկացա, որ դա է պատճառը։ Մեր քաղաքական առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը եւ շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյան։ Երկրորդ արձանագրումը մենք գիտենք, որ ԿՊԱ-կան պատգամավորները վախենում են Ռոբերտ Քոչարյանից եւ երբեք որպես վարչապետի տեխնացու իրեն չեն առաջադրի։ Երրորդ, մենք ասում ենք, որ այս գործընթացը անիրատեսական ենք համարում գոնե այս փուլում եւ հիմա, բայց եթե դուք ունեք լուծում, առաջարկություն, վարչապետի տեխնացու, երկու ստորագրություն եւ երկու տասնյակ ԿՊԱ-կանի, ցեն խնդրեմ։ Դա կլինի հանրային ճնշման ներքո, երբ որ տեսնեն, հանրությունը տեսնի, որ իսկապես ընդդիմությունը ուզում է հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ ունեն տեխնացու։ Ենթադրենք այդ տեխնացուն Էդգար Ղազարյանն է եւ ձեզ ներկայացնում են Էդգար Ղազարյանի տեխնացու։ Դուք կստորագրեք, որպեսզի Էդգար Ղազարյանը դառնա անցումային, այսպես ասած, կառավարության Էդգար Ղազարյանի ում անունը ուզում եք տալ, Սերժ Սարգսյանի, բոլորի ում անուն ուզում եք տվեք։ Մենք 28 հոգով կստորագրենք, եթե բերեն ասեն, այս էլ 8 ստորագրությունը եւ գործընթացը ազգային ժողովում, էլ ինչ ասեմ, ուզում եմ հասկանամ, պարզ չեմ ձևակերպ, պարզ չենք մենք ձևակերպում, շատ պարզ բան ենք ասում։
Տիկին Խամոյան, Այսինքն տեսեք, իրենք մենք չէինք ֆայմում, կներեք էլի այս բառի համար, մենք չէինք ֆայմում impeachment անել, պետքա Նարեկը եւ իր գործընկերը մեզ ասեին, որ պետքա impeachment սկսեն։ Բաբագրատ Սրբազանի շարժման ժամանակ, երբ որ արդեն հայտարարվեց impeachment, այդ չսկսվեց, ինչի չսկսվեց։ Բայց դուք հիշում եք Հա, այդ օրը։ շատ լավ եմ հիշում։ Դուք հիշում եք, որ մենք գնացինք, չեմ ուզում հիմա Այո, հյուրանոց գնացինք, հա, գովազ չլինի, հիշում եմ, անգիր հիշում եմ, պատգամավոր, այդ ժամանակ 29 պատգամավոր էինք դեռ։ Մենք 29 պատգամավորով գնացել ենք Սրբազանի մոտ, վերահաստատել ենք, որ պատրաստ է, մեր ստորագրությունները կա։ Մենք այսինքն էլի նույն բանն է կարել։ Բայց չենք եղել process-ի բան։ Բայց չեք դրել այդ ձեր ստորագրությունը։ Այն ժամանակ էլ գիտեք, տեխնատես Բագրատ Սրբազանն ասաց ես եմ տեխնիկական բանն է, ասում եմ, դրանից էր ստորագրությունը։ Կա այդ ստորագրությունը, ասում եմ։ Այդ Իշխան Զաքարյանն էլ ասել էր, «Բերեք ձեր բոլորինը, ես եթե իմը պակասում է, ես էլ եմ դնում»։ Ու կլիներ Իշխան Զաքարյանի ստորագրության հետ կապված ես այլ տեսակետ գիտեմ, այլ պատմություն գիտեմ, որ հիմա այդպես է ներկայացնում, որ Իշխան Զաքարյանը ասելա, որ թող բոլորը բերեն, ես կստորագրեմ եւ այլն։ Մեր ստորագրում մենք այդտեղ վերահաստատել ենք Սրբազանից կարող եք հարցնել, դուք բարբերաբար իր հետ շփվելու։ Մեր ստորագրությունները պատրաստ են եղել, այսինքն այդ տեխնիկական պահն է։ Նորից եմ ասում, մենք հանրության ասացիք գնում ենք impeachment-ի գործընթաց սկսենք, բայց չեք սկսել։ Այո, մեր ստորագրությունները եղել են, չենք խափել մենք։ Մենք ասել ենք ժողովուրդը, մենք ասում ենք ժողովուրդը, նշանակում գնալ, հələ տենալ, քնացնել, այդտեղ։ Չէ, մենք ասել ենք ժողովուրդը հրապարակում ում անունը կտա, մենք պատրաստ ենք այդ մարդու անվան տակ դնելու մեր ստորագրությունը։ Տվեց, չէ, հետո Սրբազանը ճիշտ է մի քիչ ուշացնով ասել ես պատրաստ եմ, ես դինեմ եղել տալու այդ ստորագրությունը։ Մենք չենք եղել այդ Հայաստան խմբակցությունը չի եղել այդ շարժումը։ Դուք դիմադրության շարժման հետ կապված ցանկացած հարցադրում եւ պատասխան կարող եք ուզել Հայաստան խմբակցության պատգամավոր դրության տերը։ Այո, մենք ենք եղել դրության տերը, բայց Սրբազան շարժումը մենք չենք սկսել։ Մենք իդեպ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, Ծիծեռնակաբերդում հայտարարեց, որ իրենք ծրագիր ունեն փողոցային շարժման։ Շատ լավ է։ Չէ, չասես փողոցային շարժման, ինքը փողոցային շարժման, կլինի նաև փողոցային շարժում, հա, եւ impeachment կլինի, ենթադրում։ Բայց դուք ունեք նման ծրագիր։ Մենք ասում ենք այս պահին մենք փողոցային շարժման, այս պահին մենք փողոցային շարժման, ուղիղ ասում եմ, տեսեք, համ փողոցային շարժում չեք անում, չեմ գնում, համ չեք անում փողոցային շարժում, բայց արել մենք փողոցներից դու չենք եկել, հարգել ըրսիմը։ Այսինքն դուք հիմա ճիշտ եմ ասում, սպասում եք 26 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չենք սպասում 26 թվականի ընտրություններին, բայց մենք չգիտենք մինչև 26 թվականի ընտրություններ ինչ process-ներ կարող են լինել։ Այդ process-ը դուք պետք է Իդեպ երկրորդ նախագահ, հա, բայց ինքը անընդհատ, այսինքն դուք պատկերացնում եք, որ ամեն օր մենք պետքա միայն փողոցում լինենք, միայն փողոցում պետքա լինենք։ Չէ, բայց եթե դուք նպատակ եք դրել ձեր ընտրողներին, ասել եք պիտի դուք ամեն օր պիտի քայլանեք դեպի դա։ Ներկայացնելու ենք մեր ընտրողներին։ Ես այդ բոլոր հարցադրումների, նախ շատ ուրախ եմ այս բոլոր հարցադրումների համար եւ շնորհակալ եմ այդ բոլոր Մենք վերջում պատասխան ենք տալու մեր ընտրողներին։ Բա յուրաքանչյուր ուժ վերջում իր ընտրողին պատասխան է տալիս։ Փաշինյանի նման եք ասում եք, հա, դե եթե այսքան ավերաբերել աղետաբան ընտրողի իր պատասխանը կտա, վերջում կտենակ, մեզ կընտրեն թե չէ, օտենց չի։ Ինձ համար կներեք, մի բան էլ ասեցիք, ես անպայման ուզում դրան էլ անդրադառնալ, ասեցիք անարդար է մեզ մեղադրել, որ մենք ոչինչ չենք կարող, որովհետև Հայաստան խմբակցության падգամավորներ են, որ գնում են Նիկոլի դեմքին ճպացնում են ինչ պետքա, բայց այդ ճպացնելը դուք կարաց մանդատի էլ անել։ Ուղ եթեր մտնեք ճպացնեի կամ իրան հանդիպեք ճպացնեք, այսինքն դրա համար մանդատ պետք չի, դրա համար ձեր լծակները պետք չեն, դրա համար աշխատավարձ պետք չի ստանալու։ Մանդատ ինչի համար է պետք։ Նախ սկսենք մանդատը ինչի համար է պետք։ Ես հիմա այստեղ իդեպ շատ ընդդիմադիրներ են անում, բայց էլի չեմ ուզում գնահատականներ տալ։ Ուղիղ եթերում, տաղավարներում, տենց քարին չեն թողում եւ այլն, այսինքն դուք դա ուղիղ եթերը միացնելը կամ որևէ տաղավարում Նիկոլ Փաշինյանի մասին այդ ինֆորմացիան ինքը կնայի։ Եթե խնդիրը Փաշինյանի դեմքին բան ճպացնելն է, դուք համեմատում եք դա, բայց
դուք բազմաթիվ ինֆորմացիա եք չես բազմաթիվ տեղեկություններ եք չես ստանում որպես նաև լրագրողներ եւ նաև հանրությունը չէ այդ բախումից բա այդ բախման արդյունքում չէ նաև քաղաքացին տեսնում թե ով է իշխանության ղեկին չէ գիտեք այդպես միանշանակ չի հասկանում մեկ իշխանը պետքա զուտ չորեքշաբթի օրերը կառավարության աժահարցը պատասխանին գնալ ու նաև ոչ այդ մանդատը նաև ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ եւ անկեղծ եմ ասում դրանք իրականում շատ վիրավորական են նաև որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ որ իմ գործընկերներից որևէ մեկի երազանքը չի եղել այդ միջավայրում գնալ եւ ազգային ժողովում օրինակ տեսեք օրինակ ազգային ժողովում եղել են ժամանակներ, երբ որ շատ երանելի պայմաններում են ապրել ընդդիմադիր պատգամավորներ, նույն Նիկոլ Փաշինյանը, չէ՞, նախագահի օրինակ Փեսան ֆինանսավորում էր, գործուղումներից տուն չէր գալիս Նիկոլ Փաշինյանը, ավարտեմ էլի, այսինքն դուք կարծում եք, որ մենք տենց երանելի պայմաններում ենք գտնվում։ Ասում ձեզ դուք կոմֆորտ զոնայից երբ չեք ուզում դուրս գալ։ Ստանում եք մինիմում 850,000 դրամ։ Աշխատավարձ են ձերքի ծախսի փողնել հետը։ Ես լրագրության մեջ եմ եղել, երբ որ ես լրագրության մեջ եմ եղել, երբ որ ես հեռուստահաղորդավար եմ եղել, ես շատ ավելին եմ ստացել, քան որ հիմա պատգամավոր եմ սա մեկ։ Իմ գործընկերներից շատերը շատ ավելի բարձր աշխատավարձ են ստացել եւ տարբեր նաեւ չգիտեմ կարգավիճակներ են ունեցել նաեւ գործունեությամբ են ինչ-որ զբաղվել կամ ընտանիքի անդամները, քան այդ պատգամավորի աշխատավարձն է։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ մենք այդպես մի երանելի պայմաններում ենք, գտնվում։ Դուք այն ժամանակ մասնավորից եք վարձատրվել եւ այստեղ հանրությունը անելիք չի ունեցել։ Հիմա դուք հանրային փողերից աշխատավարձ եք ստանում, ու ձեզ սպարս հարց է հնչում։ Ասում լավ, դա ինչ եք անում, որ մեր փողերից աշխատավարձ եք ստանում, գնում եք տենում ենք ԿՊԱ-կանների հետ գործուղումների գնում եք, այս վերջերս ոնց որ Մալյանը քննադատեց, Լուլուի հետ սակուրաներից ցիթեռներ եք կախում ու ձեզ ասում է բա ձեզ ցիթեռն կախելու պատգամավորներ երբ որ օրինակ ասում են ընդդիմադիր պատգամավոր ինձ միշտ դա է հետաքրքրում տեսեք Գառնիկ Դանիելյանները թիթեռ կախողների մեջ Լավ, ես այդ դրվագին չեմ, ես չեմ տեսել այդ դրվագը, չեմ այդ դրվագը մարդիկ նայում են ասում են լավ են արմատական ընդդիմություն է, հա ոնց են այդ պատգամավորների հետ գնում բան անում։ Տեսեք, նախ այդ այդքան գործուղումների, նախ ես ուզում եմ արձանագրել, որքան տարի պատգամավոր ենք։ Ես որևէ գործուղման չեմ մեկնել այս ամբողջ ընթացքում։ Եվ շատ գործընկերներ կան, որոնք չեն մեկնել։ Բայց միջազգային, բայց տեսեք, միջազգային, մենք չենք ուզում, որ միջազգային հարթակներում աշխատանք տար։ Դիլիթ Գալստյան օրինակ, որ գնում է հետո ընդեղից վայրահաչոցներ են դնում ԿՊԱ-կան պատգամավորներ օրինակ ամբողջը որ ներկայացնում Հայաստանի այսինքն դա չպետք է արվի գիտեք այդ ես նախ ձեզ ուզում եմ վստահեցնել որ մեր քաղաքացիները շատ լավ ամեն ինչ տեսնում են շատերի արածը շատ լավ տեսնում են ես ամեն օր առիթ ունենում եմ շփվելու մեր քաղաքացիների հետ պարզապես քայլում եմ փողոցում ինչ որ տեղ եմ գնում ինչ որ մարդկանց շրջապատում եմ լինում եւ այդ մարդկանց արձագանքներն եմ տեսնում վերաբերմունքն եմ տեսնում եւ հետո տեսնում եմ Facebook-ում ստեղծված մի հատ իրականություն որով փորձում են տեսեք չէ որով ձեր շրջապատը ձեզ կարող է ասել դու թագավոր ես շրջապատի մասին չի խոսքը երբ որ ես օրինակ երբ որ ես օրինակ գնում եմ սրճարան այնտեղ նախորոք չեն հավաքում մեր համախոհներին, ես էլ գնում եմ այդ միջավայրում նստում եմ, օրինակ, իմ վրա եմ վերում օրինակը, ես էլ գնում եմ այդ միջավայրում նստում եմ եւ ինձ լավ եմ զգում։ Ես գնում եմ սրճարան, չէ՞, որտեղ չգիտես ով ինչ հայացք ունի։ Եվ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը։ Այդտենց Փաշինյանն էլ է գնում, մեզ մեկ-մեկ ցույց են տալիս, թե ոնց են ասում, վայ, մեռնեմ ջանի տարի պաչեմ, սիրեմ, չգիտեմ, չէ, բայց սպոնտանել կարող է ժամանակ։ Հիմա ես արձանագրումները իմանեմ, եթե թույլ կտաք այս թեմայի հետ կապված։ Շատ ակնհայտ է, որ թիվ 1 նպատակը Հայաստան խմբակցությանը եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացնել որպես ոչ ընդդիմադիր, հա, ներկայացնել որ Փաշինյանի հետ է համագործակցում չեք ուզում։ Տարբեր բաներ ներկայացնել, տարբեր մարդիկ տարբեր բաների մեջ այնքան մասնագիտացել են։ Ես կարծում եմ, գիտեք, մեր նախորդ տարիների նաեւ խնդիրներից մեկը այն էր, որ այդ մոլորեցնելը կներեք էլի այդ բառի համար ոչ եթերային այդ մուտիլովկաները այնքան շատ էր որ արդյունքում ստացանք այն որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը հայտնվեց վարչապետի աթոռին այդ մեկ
Հիմա որ ասել եք Ակնհայտ է, որ մնացածն էլ ընդդիմադիր- ասեք, ինչի տեսեք, համար են ուզում ձեզ վարկաբեկել այս Չէ, process-ով։ շատ ակնհայտ է, Որ այսինքն հետո շատ ընդդիմադիր ձայների մեծ մասը իրանց գնա, ինչն է տեսեք, չէ, նպատակը։ շատ ակնհայտ է, այսինքն պետք չի էլի այստեղ ոչ հեծանիվ հոր լինելու, ոչ էլ տենց գիտնական լինելա, պետք որ հասկանալ, թե ինչ են հետապնդում որոշ մարդիկ, դա շատ ակնհայտ է։ Ակնհայտ է, որ ինչ որ մի բանի հասնելու համար դու պետքա քայլես, չէ։ Հիմա դու չես կարող 2 քայլ թռնել։ Դու պետքա անես 1, հետո անես 2։ Նախ ակնհայտ է, որ եթե դու ուզում ես իշխանություն, իսկ ես վստահ եմ, որ իրենք ուզում են իշխանություն եւ շատ բնական է, որ որևէ քաղաքական միավոր, գիտեք, մենք Հիմա կասեք էլի ասել, բայց առաջադրվել է։ Չէ, էդի չեմ ասին, բայց մենք ունենք քաղաքական համակարգ, օրինակ Վրաստանում էլի, որ անձնավորությունը չի զբաղեցնում երկրի ղեկավարի պաշտոն, բայց ամբողջը ըստ էության ինքն է համակարգում։ Անցանք դա։ Բայց երրորդ նախագահի մի հայտարարությանն էլ եմ ուզում անդրադառնալ փողոցային պայքար սկսելու մասով, մենք դա կիսատ թողեցինք։ Շատ ակնհայտ է, որ դու նախ պետքա այդ 1-2 քայլը անելու համար նախ պետքա վերցնես ընդդիմադիր այդ զանգվածին, որ հետո կարողանաս արդեն հասնել իշխանության։ Շատ ակնհայտ է դա։ Դուք մանդատների մասով մի ձևակերպում արեցիք, ինչի են պետք ձեր մանդատները։ Իդեպ Գյումրիի ընտրությունները նաև ցույց տվեցին, ինչի են պետք մանդատները։ Այսինքն պետք չի էլի ըստ նպատակահարմարության, ձեզ չի ուղղված բնականաբար խոսքը։ Դուք հիմա փոխանցում եք այն այսպես կոչված քննադատությունը, որ արկա է մեր ընդդիմադիր գործընկերների շրջանում։ Այսինքն ըստ նպատակահարմարության պետք չի նսեմացնել այդ ամեն ինչ։ Եվ նաև եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ Դաշինքի մեր գործընկերներն են ասում, որ այո, մանդատը կոնկրետ բաների համար է պետք։ Եվ առհասարակ Գյումրիի ընտրությունները նաև ցույց տվեցին, որ եթե համախմբվում ես կոնկրետ նպատակի շուրջ, իհարկե կսմիթներ, խայթոցներ թիմերի մեջ եղան, բայց ինչ որ սահման կա, որը չանցան այդ մարդիկ ի պատիվ իդեպ իրենց բոլոր կողմերին է վերաբերվում։ Հնարավոր է նպատակի շուրջ համախմբվել։ Հիմա սիրելի հարգելի գործընկերներ, եթե մեր բոլորի նպատակը իսկապես, հիմա էլ ես եմ կասկածի տակ դնում, հա, տենց է ստացվում։ Եթե մեր բոլորի նպատակը իսկապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ապա միավորվենք այդ նպատակի շուրջ։ Ընտրություններով։ Տեսեք, դուք ընտրություններով եք ուզում։ Ոչ, մենք ընտրություններով չենք տեսնում։ Մենք ասում ենք, չէ, մենք ասում ենք բոլոր ճանապարհներով հնարավոր է։ Բոլոր տարբերակները մեզ համար ընդունելի են, բայց մենք երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չենք խաբելու։ Ես հիմա իդեպ շատ մեծ սպասումով, ուրախությամբ սպասում եմ երրորդ նախագահի հայտարարությանը, որ ասեց, որ ուղիղ հարցին, որ փողոցային շարժում է լինելու, ասեց այո, եւ ես պատրաստ եմ որպես վերջին զինվոր, չնայած իմ բոլոր հայտարարություններին, պատրաստ եմ որպես վերջին զինվոր կանգնելու իրենց նախաձեռնած փողոցային շարժման շարքի ամենավերջում, ապացուցելու համար, որ մենք իսկապես մեկ նպատակի համար պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը գործադրելու եւ դնելու։ Տեսեք, այս ամեն ինչը այս խոսակցությունից սկսեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որտեղ նա 2026-ի ընտրությունների մասին խոսելիս ասեց շանս կա ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հաղթելու։ Այսինքն այստեղից ակնհայտ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը իրեն տրամադրել է ընտրությունների միջոցով Փաշինյանին հաղթել, չեք դուք դիտարկում արտահերտ ընտրությունների գաղափարը գոնե ձեր մեջ, որովհետև փորձել եք փողոցային տարբերակ չի ստացվել, զենքերը վայր եք դրել, սպասում եք 26-ի ընտրություններին։ Ու մյուս քննադատական ալիքը, որ բարձրացավ սրանից, այդ Նիկոլ Փաշինյանին այդ ինչ ժողովրդավարական, այսպես վարչապետի տեղ էր դրել Քոչարյանը, որ մտածում էր, որ ասենք Սադամ Հուսեյնը չի էլի Նիկոլ Փաշինյանը վսյոտիկի կգնա արդար ընտրությունների, ինքն էլ ընտրությունների միջոցով կհաղթի։ Ոնց եք դա դուք պատկերացնում։ Գիտեք, երբ որ այդ հայտարարությունները եղավ, եւ նաեւ նախագահային քննադատում էին, ասում էին ինչի այնքա արձանագրել, որ ընտրությունների արդյունքները չի վիճարկել։ Նախ ես ուզում եմ ասել, որ ընտրություններից հետո Սահմանադրական դատարան ենք դիմել կոնկրետ кейսով ընտրախախտումների հետ կապված։ Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ընտրությունների հաջորդ օրներ, թե մյուս օրներ, երրորդ նախագահ Արտասամյանան լրատվամիջոցներից մեկին, չեմ հիշում որ մեկին, հարցազրույց տվեց եւ արձանագրեց, որ ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Սա մեկ հիշում եք այդ հարցազրույցը։ Գիտեք,
զավեշտը, որ օրինակ ես հիմա չեմ կարող նայել այս գինին, որը պատրաստում ենք հաղորդման վերջում ենթադրում եմ խմել եւ ասել, որ սա կարմիր գինի չի, սա սպիտակ գինի է, դեմքի շատ լուրջ արտահայտություն, ես չեմ կարա դա ասեմ, բայց մարդիկ Գյումրիի ընտրություններից հետո ասում են, որ Գյումրիի ընտրությունները վերնագիր եմ ձեզ հիմա ասում, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ է եւ ընտրություններով հնարավոր չէ բան փոխել։ Գյումրիի ընտրություններում ընդդիմադիրնա չէ անցել։ Այլ իրականություն կա, այլ բան է տեղի ունեցել։ Միայնակ հնարավոր չէր, հետո միավորվեցին եւ դարձավ հնարավոր։ Հա, բայց մենք էլ ենք ասում, որ միայնակ հնարավոր չի կամ դժվար է։ Մենք էլ ենք ասում։ Բայց ինչ հակասություն։ Ես ուզում եմ հասկանալ, այդ ինչ հակասություն կա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած այդ մտքի հետ, որը ապացուցվեց Գյումրիի ընտրություններում, բայց հետո Գյումրիի ընտրությունների արդյունքը եղել է այն, որ ընդդիմադիրները միավորվել են եւ այսօր ընդդիմադիր տեխնացունա չէ քաղաքապետը, բայց մարդիկ նույն Այսինքն պետք չի հիմարել, բայց համապետական ընտրությունների նույն դաշինքը չի կազմվել։ Սա թերահավատություն չի։ Դուք լեզու չեք գտնում մյուս ընդդիմադիրների։ Տեսեք, պետք չի կասկածի տակ դնել մեր ժողովրդի մտավոր կարողությունները եւ ասել, որ դուք տեսնում եք, որ սա հիմա մեր հեռուստատողը տեսնում է, որ սա կարմիր գինի է, ես չեմ կարող դեմքի լուրջ արտահայտությամբ իրանց համոզել, որ չէ, դա մտախաբկանք է, սա սպիտակ գինի է։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, չէ, հնարավոր է։ Մենք էլ ենք ասում հնարավոր է, այո, շատ դժվար է մեկ ուժի համար ձևավորել իշխանություն, պետքա լինի համախմբում, բայց չի կարելի անցնել սահմաններ անդառնալի դարձնելու համար այդ process-ը, դա ենք մենք ասում։ Այս ամբողջ ընթացքում նույն տրամադրությունները 21-ի ժամանակ էլ կար, բայց չստացվեց։ Մենք ի՞նչն է բանանելու, ասենք ի՞նչն է ձեզ հիմք տալիս ասելու, որ հիմա այլ կերպ կլինի։ Այն որ շատ այս ընթացքում Արցախի տեղահանություն եւ այլն մտածում եք, որ ընդդիմադիր զանգված ավելի մեծ է, աչքերը բացել է, շատերը այսպես Փաշինյանին սկսել են ատել եւ կգնան ու դեմ կքվեարկեն։ Սրա վրա է ձեր լավ հարց այսպես ասած։ Չէ, լավ հարց եք տալիս իրականում։ Տեսեք, հիմք է տալիս են, որ բոլոր սոցհարցումներով, այդ թվում նաեւ իշխանությունների արած սոցհարցումներով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի 50+1 վարկանիշ։ Տեսեք, ես հիմա չեմ ասելու էլի վարկանիշ չունի Նիկոլ Փաշինյանը, այդպես չի։ Ունի ընտրազանգված։ Սոցհարցումներով, այո, այդպես չի, պետք չի էլի մեր ժողովրդին, չգիտեմ, հիմարեցնել, պետք չի ստեղծել տենց մի հատ վարդագույն իրականություն, այդ իրականության մեջ ապրել, պետք չի ինչ-որ մարդկանց խմբով իրար շրջապատել, իրար լայքել, ստատուս գրել, հետո այդ ստատուսներով կիսվել ու մտածել, որ դա է իրականությունը, դա չի իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը ունի, այո, վարկանիշ ունի, բայց այդ վարկանիշը բավարար չի իշխանություն ստանալու համար։ Ընդդիմադիրներն էլ չունեն այն վարկանիշը։ Մի մարդ չունի 50+1 վարկանիշ։ Դրա համար ենք ասում, որ այս պայմաններում, այս իրավիճակում հարգելի գործընկերներ, եթե բոլորիս նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանություններից հեռացնելն է, չի կարելի այս մթնոլորտում, այս պայմաններով մտածել, որ կարող ենք հաջողության հասնել։ Դրա համար պետքա բոլոր ուժերը կենտրոնացնել։ Տեսեք, մեր ամբողջ հարցազրույցը ըստ էության ծավալվեց ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող process-ների մասին։ Դրա համար ենք ասում, որ ամբողջ ուժերը պետքա կենտրոնացնել, գեներացնել։ Դե այրված չի, չէ, որ ես ասում եմ պատրաստ եմ երրորդ նախագահի նախաձեռնած փողոցային շարժման շարքի վերջին շարքում որպես շարքային զինվոր կանգնելու, այրված չի, չէ։ Հիմա ես պատասխանատու եմ հրապարակային դաշտ եք հանել, այնպիսի լվացք եք փռել, որը հանրության մոտ արդեն այսպես տարաբնույթ եւ հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, մասնավորապես իրար ինչ ասել եք, դուք ասել եք Նիկոլին բաննա բերել, Սերժ Սարգսյանն է բերել ըստ էության, ոչ ուղակի, բայց ըստ էության միտքը դա է եղել, իրենք ասել են, որ դուք կեղծ ընդդիմադիր եք խաղում եւ այլն, դուք իրականում ընդդիմություն չեք եւ այս ամբողջ խոսույթի մեջ սկսենք հենց այդտեղից ինչի հանեցիք մեջտեղ այդ թեզը, որը ըստ հանրապետականների հենց Նիկոլ Փաշինյանի թեզերից է, այսպես ասած, իրենց ջրաղացին ջուր լցնող։ Ով է բերել Նիկոլին հանրապետական, այստեղ դուք հանրապետականներին ուզում եք չեզոքացնել որպես պրոիշխանական ուժ, արբանյակ է, այսպես ասած։ Չէ, ես նախ պնդում չեմ արել, որ
երրորդ նախագահն է բերել Նիկոլ Փաշինյանին, բայց ես մի քանի հարցադրումներ եմ արել, որոնց պատասխանները իդեպ բազմաթիվ արձագանքներ եղան, վստահ եմ այս հարցազրույցից հետո իմ շատ սիրելի Արմեն Աշոտյանը հոդվածով հանդես կգա, մի երկու հոգի Աննա Հակոբյանի եւ իմ հարցազրույցը կտարածեն որպես այդպես ջախջախելու համար ինձ եւ ներկայացնելու որպես կեղծ ընդդիմադիր, այդ նորմալ է, հասկանալի է այդ ամեն ինչը, Մկրտչյան, բայց ես ուզում եմ ասել, որ ես հարցադրումներ եմ տվել եւ այդ հարցադրումները օբյեկտիվորեն եղել են, բայց այդ ամեն ինչը չի սկսվել իմ հարցադրումներից, այդ ամեն ինչը սկսվել է Նարեկի պնդումներից, որ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, չէ, նույն հարթության վրա էր դնում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Նարեկը երրորդ նախագահի թիմակիցներից է, ոչ ինքն է դա հերքում, այսինքն կողմերից որևէ մեկը դա ըստ էության չի հերքում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ այդ հարցադրումները, այդ ինչ մի սարսափելի հարցադրումներ էին, այդ ինչ ասեղներ էին, որ այդպիսի մեծ աղմուկ բարձրացրեցին։ Ես ասել եմ, որ իրավիճակը եթե ընդունենք, տեսեք, նաև երկու կարծիք կա, չէ, իրենց մոտ, որ օրինակ երրորդ նախագահի փեսան Միքայել Մինասյանը համարում է, որ իշխանա հեղափոխություն է տեղ ունեցել, ներողություն եմ խնդրում։ Հանրապետականները ասում են, որ իշխանա զավթում է տեղի ունեցել։ Հիմա ես այդ երկու process-ները եւ պարոն Մինասյանի ասածը եւ հանրապետական մեր գործընկերների ասած ընդհանրապես վերլուծել եմ։ Ասել եմ, որ դեպքում է լինում հեղափոխություն։ Առհասարակ, երբ որ հասարակությունը ժողովուրդը գոհ է լինում իշխանությունից, եղած բարքերից գոհ է լինում, այդ երկրում լինում է հեղափոխություն, չի լինում, չէ, հեղափոխություն։ Դե պարզ էր, խնդիրներ կար եւ խնդիրներ կար։ Սա մեծ էր հարցադրումներից հարցադրումը, որ Սերժ Սարգսյանը կարող էր դա կանխել ու չի արել դիտավորյալ։ Տեսեք, նորից եմ ասում իմ հարցադրումները։ Հիմա իշխանա զավթման հետ կապված։ Նարեկը նաև մի բան է ասում, որ օրերս իր հարցազրույցներից մեկում տեսա, որ ասում էր, որ երրորդ նախագահը մենակ էր մնացել։ Ամբողջ աշխարհը երրորդ նախագահի դեմ էր։ Կներեք, երբ որ մարդը մենակ է մնում, այդ հպարտանալու բան է։ Չէ, հպարտանալու չէ, այսինքն իրերը այնպես էին դասավորվել, որ ելք չկար, անելիք չկար, այդ իմաստով է ասում։ Այլ իմաստով ասում է, որ ամբողջ աշխարհը հյուսիսից հարավ, դրա համար Սերժ Սարգսյանն ասել էր, որ ես այլ ուժերի եմ պարտվել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Ես ավարտեմ, եթե կարելի հարգել ռեպսիմը։ Ինչ է ասում Նարեկ, ասում է, որ երրորդ նախագահը լինելով նախագահ, երկրի ղեկավար, մենակ էր մնացել, մենակ։ Նախ ես կարծում եմ, կներեք էլի իհարկե, բայց ոչ կյանքում, ոչ էլ առավել եւս քաղաքականության մեջ հպարտանալու բան չի, որ դու մենակ ես մնում։ Հպարտանալու բան չի, որ չունես դու գործընկեր արտաքին օրինակ։ Իսկ Նարեկ ասում է, որ եւ ռուսները, եւ եվրոպացիները, եւ ամերիկացիները բոլորը դեմ էին Սերժ Սարգսյանին։ Ասում է ժողովուրդը հանրապետական падգամավորներով ինչ որ մարդկանց բնականաբար հանած, չգիտեմ, բժիշկներով, զինվորներով, փրկարարներով, չգիտեմ, ամբողջ հասարակությունը հանած մի քանի մարդ, բոլորը դեմ էին երրորդ նախագահ։ Կներեք, բայց դա լավ բանի մասին չի խոսում եւ ուղղակի արձանագրում, որ պետք չի էլի դրանով հպարտանալ։ Հիմա ձեր հարցին պատասխանելով, ես բնդումներ չեմ արել։ Ես ընդհանրապես հարցադրումներ եմ արել։ Ես ասում եմ հարգելի, սիրելի իմ գործընկերներ։ Ես հիշում եմ այդ օրվա ելույթների, դե այսօրվա ելույթներն էլ եմ հիշում։ Ես մայիսի 1-ի ելույթներն էլ եմ հիշում, մայիսի 8-ի ելույթներն էլ եմ հիշում, 7 թե 8-ի ելույթներն էլ եմ հիշում։ Գիտեք ինչ էին ասում մեր հանրապետական խմբակցության падգամավորները, որ աղետ է գալու, որ սա աղետ է, որ սա Արցախը հանձնելու մասին է։ Բա եթե որ դու գիտես, որ սա Արցախը հանձնելու մասին է, երրորդ նախագահը շատ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարար եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը չի ուզեցել թափել։ 25 տարի, ասել է դրա պատասխանը։ Տեսեք, 25 տարի ուզել արյուն թափել։ Քաղաքացիական պատերազմ։ Կներեք, Արարատ Միրզոյանը ասում են գործակալ է, չէ՞ եղել։ Հիմա այդ գործակալը եղել է ընդդիմության մեջ, վերջում հեղափոխություն է արել։ Ես չեմ հասկանում դա։ Ինքը
20 տարուց ավել պետական պաշտոններ ա չես զբաղացրել։ Ես չեմ ասում այդ վերջին պահին պետք է հանեին, սենց բոլորին կրակեին։ Դե պետք է մանիպուլացում, ասում են, ինչ անեին ոստիկանները ռադիոտանը կրակեին։ Իհարկե ոչ։ Բայց երբ որ դու չթողեին հասնել ռադիոտոն։ Տեսեք, բայց երբ որ դու զբաղեցնում ես պետական պաշտոններ, ամենայն հարգանքով երրորդ նախագահի զբաղեցրած բոլոր պաշտոնների նկատմամբ։ Երբ որ դու զբաղեցնում ես պետական համակարգում կարևոր մարդ ես, չէ, առանցքային մարդ ես, վերջերս ինքն էլ իր հարցազրույցում խոսեց, ասում է ես 25 տարի զբաղեցրել եմ կարևոր պաշտոններ եւ նաեւ դրա համար է որ այդքան իմ հանդեպ բացասական նաեւ վերաբերմունք ա ձևավորվել, երբ որ դու զբաղեցնում ես պետական պաշտոններ, դու գիտես որ քո այսպես կոչված ընդդիմադիրները գալիս են, որ Արցախը հանձնեն, դու վերջին օրով չպետք է որևէ մեկի վրա կրակես, բնականաբար, ոչ մի բան այլևս հնարավոր չէ, չէ, այդ օրը անել։ Չի կարա դու կրակես, չէ, եթե կա միջազգային կոնսենսուս, տեսեք, դու պետք է, ես արդեն կոնսենսուսին անդրադարձա, էլի հարգելի Ռիփսիմե, ես ասում եմ լավ բանի մասին չի խոսում, երբ որ դու երկիր ես ղեկավարում եւ, չգիտեմ, որևէ գործընկեր չունես, ու տենց մենակ ես։ Դա լավ չես կարա ձեռքերդ թափտաս ու ասես ես ոչ մի գործընկեր չունեմ, բախի գործընկեր չունես։ Հիմա դուք մտածում եք, որ Փաշինյանին Սարգսյանն ա բերել։ Որ իրենք, ես ասում եմ, որ եթե իրենք տիրապետել են այդ ամբողջ ինֆորմացիային, իդեպ շատերը չենք տիրապետել, չէ՞, դե post factum ենք իմացել այդ ամբողջ ինֆորմացիաները, չէ։ Ինչի ժամանակին ես ասում եմ, որ եթե դուք տիրապետել եք այդ ամբողջ ես նորից եմ ասում, խնդրում եմ, էլի, մի հատ կնայեք մայիսի 1-ի եւ մայիսի 8-ի ազգային ժողովում հայտարարությունները հանրապետական խմբակցության մեր պատգամավոր գործընկերների։ Իրենք իրենց խոսքում մի քանի ելույթներ ամեն դեպքում ես հիշում եմ շատ հստակ։ Ես հիշում եմ, որ բոլոր այդ հայտարարությունների ժամանակ, մի քանի ելույթների ժամանակ շատ հստակ էր արձանագրված, որ սա ինչ փորձանք է լինելու։ Դրա համար եմ ասում, եթե դու այդ ինֆորմացիային տիրապետել ես, գիտեք, հիմա չի կարելի էլի մարդկանց մեղադրել, ժողովրդին մեղադրել, ասել ինչի է գնացել հրապարակ։ Դրան արդեն առաջին մասում անդրադարձա, թե ժողովրդը ինչի էր գնացել հասել հրապարակ։ Այսինքն չի կարելի այս ամեն ինչի հետ իմ կարծիքով չառերեսվել։ Դու պետքա նաև կարողանաս այդ հարցադրումների հետ առերեսվել։ Այնպես որ իմ հարցադրումները եւ մտահոգությունները ես կարծում եմ ես բավականին մատչելի կարողացա բացատրել իրադարձությունների ընթացքը, իմ հարցադրումները եւ դրանցից բխող հետևությունները, որովհետեւ մեկի հասցեին ես իրավունք չունեմ մեղադրանքներ հնչեցնելու, չգիտեմ, պատասխան պահանջելու, ես կարծում եմ, որ ժամանակը բոլորին տալիս է իր գնահատականը եւ ժամանակի ընթացքում ամեն ինչ շատ ավելի է հստակենում, քան այս րոպեին կարող է այդպես թվալ։ Ինչի՞ ես թեմային անդրադարձանք, որովհետև եթե տեսեք Գյումրիի ընտրությունների հետ կապված հասկացանք, որ մի ընդդիմադիրի դժվար է 50+ ձայն հավաքել եւ մյուսների աջակցությունը պետք է կա։ Նույն պատկերը կարող է ստեղծվել համապետական ընտրություններին եւ ես այսօր մանավանդ այս ճակատամարտերից հետո անկեղծ ասած չեմ պատկերացնում նման ելքը, որ դուք հանրապետականները եւ մյուսները այսպես հետ ընտրական դաշինքով կամ այլ կերպ իշխանություն կվերցեք։ Դուք դա հնարավոր համարում եք, թե չէ։ Ու եթե չլինի, էլի կանգնելու են կոտրած դաշնակի առաջ, ասել դե հիմա տես փորձեցի։ Չէ, հարգելի Ռիփսիմե, ես կարծում եմ, որ նպատակը ես ուզում եմ հավատալ, որ նաև մեր գործընկերների մոտ նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու շատ ավելի վեր է, շատ ավելի վեր է, քան քաղաքական ամբիցիաները, քան քաղաքական, այո, միանշանակ տարաձայնությունները։ Եվ ի վերջո, գիտեք, մեկ էլ ինչն է իմ համար շատ զարմանալի էր, ես նաև այս ընթացքում այս հարցադրումները բարձրաձայնելու այդ շրջանում փուլում ես նկատեցի, որ շատ մեր գործընկերներ շատ այսպես անձնական են տարել այդ հարցադրումները, ինչ որ նեղացվածություն ես նկատեցի, բայց սրանք քաղաքական հարցադրումներ են ըստ էության։ Շատ բնական է, որ մարդկանց հետ պետքա պարզ, ազնիվ, անկեղծ խոսել։ Այսինքն շատ ակնհայտ է, որ այս հարցադրումները կան եւ պետք չի այդ հարցադրումներից վախենալ։ Նաեւ պետք չի, գիտեք, ես մի բան եմ նկատում։ Չէ, հրապարակային ինչ ասեիք։ Դուք իրար հետ հաց եք ուտում, նստում եք, խոսում եք, այսինքն ունեք այդ հնարավորությունը առանձին այդ հարցադրումները տալու, պատասխան ստանալու։ Հրապարակայնացնելն էր վիրավորական իրենց համար։ Կարծեմ Նարեկն էր ձեր տաղավարում ասում էր, որ ամեն ինչ պետքա լինի հրապարակային։ Որևէ գործընթաց, այո, ես հետևել եմ։
Նարեկի խոր հասկացա մի միջադեպի հետ կապված կուզենամ կարճ անդրադառնալ եւ ամփոփենք մեր զրույցը նորքի թաղապետարանում տեղի ունեցած այդ չգիտեմ ինչ ասեմ անուն չեմ գտնում մեկ ասում է խուժանապետության հիմքեր մեկ ասում է չգիտեմ ինչ ռազմորկա իլդիմ չգիտեմ այսպիսի տերմիններ անուններ են օգտագործում այն ինչ տեղի ունեցավ դրա հետ կապված ինձ համար ուշագրավ էր որ Արամ Զավենիչը դա կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ նա հայտարարել է որ սա Գյումրի ընտրություններից հետո կազմակերպված ծրագրված սադրանք էր որպեսզի Գյումրիի համայնքապետարանում կատարվածը տեղափոխեն Երևանի ավագանի այստեղ սկսեն արտահերտ ընտրություններ անել եւ դրա հրահանգը Կոպիրկինը Ռուսաստանի դեսպանը տվել է Քոչարյանին Քոչարյանն էր իր ենթականներին հիմա քանի որ այս բանը որ Չախոյանը Քոչարյանի կողմից ֆինանսավորվող է եւ այլն կուզենամ դուք սպառիչ պատասխան տաք փողեք տվե Չախոյանին որ նման բաներ անի թե ինչ էր սա ընդհանրապես Գիտեք, մեր հիմա զրույցը պետք է զավեշտը մեկնաբանելով ավարտենք։ Ես շատ կտխրեմ, որ այս զավեշտը մեկնաբանելով ավարտենք, բայց ես չգիտեմ ուղղակի ինչի պատասխանեմ ձեզ հասկանում եք, այսինքն Կոպիրկինը Քոչարյանին հրահանգ էր տվել, հələ Քոչարյանը թիմակիցներին էր ասել, շատ ակնհայտ է թե ինչա տեղի ունեցել։ Այդ թաղապետը զանգել է տղաներին, սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրել, իդեպ Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցնա նոր-նորքի վարչական շրջանի այդ ղեկավարը։ Այո, որը իդեպ նաև քրեական ինչ-որ գործով է անցնում, մի կնոջ ինքնասպանության հետ կապված, շորթումներ եւ այլն, մամուլում եմ կարդացել այդ հրապարակումը։ Հիմա զանգել է տղաներին, սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրել, դրան հաջորդել է տղաների, ինչպես իրենք են ձևակերպում, քաղաքական ակցիան թաղապետարանում, դրան հաջորդել է այն, ինչ բոլորս տեսել ենք տեսախցիկներով, չէ՞։ Այսինքն այդ հրապարակայինը ամբողջ միայն սեռական բնույթի այդ հայոյանքներն է, որ իդեպ կողմերը չեն էլ հերքում Տիգրան Ավինյանն էլ ասել էր դե հիմա մարդա տակացել է մի բան ասել է, փաստորեն իրաց մոտ նորմալ մարդա տականումը հայոյում է, մարդա տականումը ախրանիկներին ասում է թևերը պահեք, մի հատ թքեն վրեն, մարդա տականում է, չգիտեմ, միջնամատա օրինակ ցույց տալիս է, դա մարդ է էլի, այդպես փաստորեն այդպես կարելի է բան անել էլի, դրանով լեգիտիմացնել այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, շատ անլուրջ է էլի կներեք։ Դրան հաջորդել այն, ինչ որ մենք ուղիղ եթերում բոլորով տեսել ենք, ես նաև տեսակցել եմ այդ տղային հիվանդանոցում, այդ պայնի դեպ ինքը ձերբակալվածի կարգավիճակ դեռևս ուներ, դա էլ էր աբսուրդ, որ ոստիկանները առաջինը եկան այդպես ոլորելով թևերը տարան դուք այդ էլ եք կադրերում տեսել, այո, ծեծվողին, ես մի հատ գրառում արեցի, ասում եմ փաստորեն իրական Հայաստանում նոր թեզնա, չէ, իշխանությունների, իրական Հայաստանում այլևս քրեորեն պատժելի առարկա, ոչ թե ծեծել այդ ծեծվելը, ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգվելը։ Իդեպ նաև նույն պատմությունը Լևոն Քոչարյանի հետ է եղել։ Դուք հիշում եք, որ տեսախցիկների առջև բոլորը տեսել են, որ ոնց են ոստիկանները հարվածում, այո, Լևոնին, բայց հետո քրեական գործը հարուցվում է իր դեմ, որ ինքն է խոշտանգել իրականում եւ մենք բոլորս այն ինչ որ տեսել ենք դա խապկանք է եղել իրականում։ Մեր տեսանյութերով ուզում եմ ապացուցել, իհարկե սա զավեշտ է ու այս պայմաններում այս իշխանությունները երբ որ երեսպաշտությունն է, երբ որ խոսում են կրիմինալից, Վարդան Ղուկասյանին են մեջտեղ բերում, չգիտեմ, այն падգամավորներից մեկը ելույթեր ունենում ասում էր, որ կանայք եւ աղջիկները կարող են հանգիստ գնալ, ԿՊ-ն իշխանությունն է, կվերահսկի, չգիտեմ ինչ, դուք ձեր թաղապետին չեք կարողանում վերահսկել։ Դուք ձեր մի թաղապետին չեք կարողանում վերստալ եւ այս պահի դրությամբ արձանագրենք, որ այդ թաղապետը շարունակում է մնալ պաշտոնին, իր կուսակիցն էլ Արամ Զավենի Սարգսյանի, որի միակ արժանիքը Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու եւ այդ ազգանունը ունենալու հանգամանքն է, իր կուսակիցը, կին կուսակիցը գնացել էր դեպքի վայր եւ արդարացնում էր այդ թաղապետի քայլերը եւ
գործողությունները։ Բռունցքներով ասած կարող ենք պաշտպանել մեր երկրի, սա երկիր է, պետություն է, մեր պետականությունը, եթե եթե պետք չեմ լինի, սխալվում, ասել են, որ բռունցքներով բռունցքներով մեր ինքնիշխանությունն է, չէ՞, ոնց որ այո, պաշտպան, այո, Եվրոպական միություն գնացող, Եվրամիություն գնացող Նիկոլ Փաշինյանի գործընկեր ՔՊ-ի դուստր ձեռնարկության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը այդպես թող բռունցքներով պաշտպանի մեր ինքնիշխանությունը, իհարկե շատ զավեշտ է, եւ ասել հպարտանում եմ իմ տղամարդ թիմակիցների Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ, նայեք, ես չեմ ասում Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կրում է սրա քաղաքական պատասխանատվությունը, որովհետեւ նորից եմ արձանագրում, այս նույն պահին պետքա պաշտոնից հրաժարվել։ Այդ Վիլեն Գաբրելյանը բա ինչի տենց շուտ մանդատից, թե 26 թվականի ընտրությունների հետ կապված ինչ որ գաղտնիքներ էր բացահայտել, հիշում եք, դե այդպիսի ժողովրդական խոսք կա, չէ, ասում են ճշմարտությունը մեկ երեխան է ասում, մեկ էլ խմած մարդն է ասում, այդ կարող է ինչ որ գաղտնիքներ էր բացահայտել, իշխանությունների պլաններ էր ինչ որ մարդկանց հետ գծած բացահայտել, որ հրաժարվեց падգամավորի մանդատից, բայց ծեծող թաղապետը նույնց եմ ասում, արձանագրենք, որ այս պահի դրությամբ շարունակում է մնալ իր պաշտոնին, իսկ Տիգրան Ավինյանը, Երևանը այդպիսի վատ քաղաքապետ, ինչպես Տիգրան Ավինյանն է, երբևէ չի ունեցել։ Դուք տեսել եք ինչա կատարվում Երևանի փողոցներում, երբ որ երկու կաթիլ անձրև է, երկնքից իջնում հասնում մեր փողոցներին, քաոսի է վերածվում, դուք տեսել եք, ջրահեռացման համակարգ գոյություն չունի Երևան քաղաքում, դուք նկատել եք, բայց սակուրաներ կան, դե շնորհավորում եմ պարոն Ավինյանին, այո, սակուրաներ կան, կարևորը Անիֆի նման կազմակերպություն կա, որը տասնյակ հազարավոր, միլիոնավոր դոլարների, տասնյակ հազարավոր չէ, միլիոնավոր դոլարների վատնումներ է արել, բայց որի բացահայտումը այդպես էլ մինչև օրս չի իրականանում, որովհետև ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ բանտիկը պահել է հարմար պահի բացելու համար, հավանաբար ընտրություններից առաջ։ Չախոյանի ակցիայի հետ կապված չեմ կարող ասել, որ ինձ համար կոնկրետ մի քիչ անընկալելի էր իր քաղաքական ասեմ, բայց մի քիչ ուրիշ կարմիր գծերից դուրս ակցիան, ես իհարկե ծեծը Քավլիցին ընդհանրապես արդարացնելու որևէ բան միտում չունեմ, բայց այդ ակցիան էլ եկեք ասենք, որ այն չէր էլի, ասենք մի տեսակ հայկական իրականությունում, ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, Հարգելի Ռեքսիմը, համաձայն եմ ձեր հետ։ Մի հատ ուրիշ միջադեպ նաև այս ընթացքում տեղի ունեցավ, Վագն Ալեքսանյանի, եթե չեմ սխալվում, մայրիկը, բայց իրենք ստեղծել են այդ մթնոլորտը, հասկանում եք։ Հա, որ չափ ու սահման անցնես։ Տեսեք, իրենք ստեղծել են այդ մթնոլորտը եւ այս պայմաններում միայն արձանագրում են այն դրվագները, այն միջադեպերը, իրենց է առնչվում։ Այո, ինչը իրենց է առնչվում, բայց իրանք են առաջվեր ամեն ինչի պատասխանատուն Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչի պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր, չէ՞, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամեն ինչի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, բայց շատ բնական է, որ մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է լինում, դա շատ բնական է, հասկանում եք, մթնոլորտի պատասխանատուն չեն կարա լրագրողները լինեն, չեն կարա ընդդիմադիրները լինեն, ցանկացած երկրում մթնոլորտի պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Հիմա իրանք ստեղծել են այդ մթնոլորտը, իրենք ստեղծել են այդ իրավիճակի, դեպ այդ միջադեպի հետ էլ կապված, ես կարծում եմ, որ որևէ ծնող պատասխանատվություն չի կրում իր երեխայի, իր չափահաս երեխայի արարքների համար, եւ որևէ երեխա պատասխանատվություն չի կրում իր ծնողների արարքի հետ կապված։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ մթնոլորտը իրենք են, հասկանում եք, ստեղծեն, ու պետք չի չքմեղանալ։ Ես չեմ արդարացնում որևէ մեկին կամ որևէ բան չեմ արդարացնում առհասարակ, բայց չի կարելի չքմեղանալ եւ չտեսնել ստեղծված իրավիճակում սեփական պատասխանատվությունը, սեփական տեղն ու դերը։ Հայաստանը միութենական պետություն եք ուզում դարձնել դուք։
Մենք նյութենական պետություն չենք ուզում դարձնել Հայաստանը, նման թեմա առհասարակ չկա բնականաբար օրակարգում։ Վարդան Ղուկասյանը շատ բաներ է հայտարարում, շատ իդեպ կոլորիտային անձնավորություն է ինքը, ինձ համար նաև բացահայտում է, անկեղծ պետքա լինեմ, որ ինձ համար բացահայտում է Վարդան Ղուկասյանը, չկա նյութենական պետության թեմա հարգել ռիբսիմե, դա կեղծ օրակարգ է, ինչպես որ այն բազմաթիվ օրակարգերը, որոնք նետվում են դաշտ ընդդիմության կողմից, իդեպ մի բան ասեմ, իրանք շատ իդեպ վարպետ են մանիպուլյացիայի հարցում, այդ չգիտեմ որտեղ են սովորել կամ ումից են սովորել, բայց իրանք շատ վարպետ են մանիպուլյացիայի հարցում, կեղծ օրակարգեր ստեղծելու, մարդկանց պիտակավորելու, լեգենդներ հյուսելու եւ այդ լեգենդների մեջ մարդկանց փորձել ապրեցնելու մեջ։ Փոխելու եք իշխանությունը երկրի մթնոլորտն են փոխադարձաբար։ Ես վստահ եմ, որ մեր գործընկերներից որևէ մեկը մեկ քայլով, մեկ սանտիմետրով անգամ չի ետ կանգնել այդ նպատակը կյանքի կոչելու եւ ամեն գնով կյանքի կոչելու իր նպատակադրվածությունը։ Եվ ես վստահ եմ, որ այո, իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում փոխվելու է։ Ոչինչ հավերժ չի, Նիկոլ Փաշինյանն էլ հավերժ չի։ Պարզապես պետքա այդ ամեն ինչը որքան հնարավոր է շուտ անենք, այս անդունդը, այս գաղավիժումը կանխելու համար։ Խմենք։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքանը, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանն էր, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ։